ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերջին 17 տարում առաջին անգամ մեկնել է Սիրիա, Անտոնիո Գուտերեշին Դամասկոսում դիմավորել է հանրապետության նախագահ Ահմեդ Աշ-Շարան։ Այցի շրջանակում Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել Սիրիայի ժողովրդին Բաշար Ասադի տապալումից հետո անցումային շրջանում։ ՄԱԿ-ը կանգնած է Սիրիայի կողքին այս շրջադարձային պահին, շեշտել է պաշտոնյան։ Գուտերեշի ուղևորության նպատակն է համերաշխություն հայտնել Սիրիային եւ երկրում մեկնարկել ՄԱԿ-ի մի շարք ծրագրեր՝ կրթության, առողջապահության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության եւ թվային վերափոխման ոլորտներում, որոնք կնպաստեն երկրի վերականգնմանը եւ զարգացմանը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ տարածաշրջանում լարվածությանը եւ Իսրայելի զինված ուժերի գործողություններին։ Նա մասնավորապես հայտարարել է Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային, իսկ Իսրայելի գործողությունները դատապարտելի են։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում ՆԱՏՕ-ի գործընկերներին, այլ ոչ թե Ուկրաինային։ ՆԱՏՕ-ն դրա համար վճարում է ամբողջ գինը, իսկ թե հետո ինչպես է այդ զենքը բաշխվում, ես գաղափար չունեմ, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ Սպիտակ տան ղեկավարը նաև այն կարծիքին է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրանական հակամարտության կողմեր չեն եւ խոստացել են զենք չմատակարարել Իսլամական Հանրապետությանը։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, դա ծանր հետևանքներ կունենա այդ պետությունների համար։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ այժմ Թեհրանի հետ բանակցություններ են վարում։ Կարծում եմ, գործարքն ավելի ողջամիտ տարբերակ կլինի, սակայն մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, հավելել է Թրամփը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է չեն զիջի Վաշինգտոնի ճնշմանը եւ սպառնալիքներին։ Մենք ունենք սկզբունքային քաղաքականություն եւ կհետևենք դրան։ Իրանի ժողովրդի պաշտպանությունը եւ Հորմուզի նեղուցում մեր շահերի ապահովումն առաջնահերթություն են, մանրամասնել է Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետության դիրքերն այժմ շատ ավելի ուժեղ են, քան նախկինում։ Դիվանագետը հավելել է, որ Թեհրանը շարունակում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորհրդակցությունները, քննարկումներ են տարվում նաեւ Պակիստանի հետ։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Օմանի ծոցով անցնող լցանավի, հաղորդվում է զոհերի մասին։ Իրանական ուժերն էլ հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին, Հորդանանին։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են փոխանակել նաեւ Սաուդյան Արաբիան եւ Եմենի հութիները։ Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է ուկրաինական 328 անօդաչու թռչող սարք, ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության թիրախում են եղել մի շարք բնակավայրեր, այդ թվում Մոսկվան։ Բելգորոդի մարզում կան զոհեր, Ռոստովի մարզում հաղորդվում է վիրավորների մասին։ ԶԼՄ-ների տվյալով կրկին թիրախավորվել է Wildberries-ի պահեստներից մեկը, այս անգամ Եկատերինբուրգում։ Ըստ տեղական իշխանության պահեստին վնաս չի հասցվել, հրդեհվել են մոտակայքում գտնվող ավտոմեքենաներ։ Ուկրաինական ուժերը հարվածել են նաև Թյումենի նավթավերամշակման գործարանին։ Այս ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև 2027 թվականը։ Դեռ վաղ է ասել, որ Ռուսաստանում վառելիքի շուկան լիովին կայունացել է, բայց անհրաժեշտ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար, հավելել է Նովակը։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային եւ Սումիին, կան զոհեր եւ վիրավորներ։ Նաեւ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ ԱԹՍ է խոցվել Ռումինիայի երկնքում։ Սարքի ծագումը հայտնի չէ։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևը պատրաստ է հրադադարի եւ ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել պատերազմին։ Ես պատրաստ եմ գնալ օվալաձև կաբինետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրել, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Իսկ մինչ այդ Կիևը շարունակում է զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Զելենսկու խոսքով հաջորդ տարի մինչև 10,000 կիլոմետր հեռահարության ԱԹՍ-ներ կունենան։ Նաեւ անօդաչուների ոլորտում պատրաստվում են խոշոր գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփի եւ իր հարաբերությունները վերականգնվել են, կա փոխվստահություն։ Հնդկաստանում մի քանի օր տևած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին երկրի կրթության նախարարը հրաժարական է ներկայացրել։ Խորապես հարգում եմ մեր երիտասարդության ձգտումները եւ օրինական սպասումները։ Դրանք մեր քաղաքական եւ հասարակական կյանքի բարոյական հիմքն են, հայտարարել է Դարմենդրա Բրադհանը։ Օրերս հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել Նյու Դելիի փողոցներ պահանջելով կրթության նախարարի հրաժարականը։ Ցույցերի պատճառն այն էր, որ իշխանությունները չեղյալ էին հայտարարել ավելի քան 1 միլիոն մարդու բժշկական բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Որպես պարզաբանում էր նշվել քննական հարցերի արտահոսքը։ Ցուցարարների ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարությունը համաձայնել է իրենց բոլոր պահանջներին։ Կրթության նախարարի հրաժարական տուժածներին փոխհատուցման տրամադրում, ցուցարարների նկատմամբ հետապնդման դադարեցում։
Ֆրանսիայում եւ Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տները լքել է ավելի քան 220,000 մարդ։ Կրակը չի հաջողվում տեղայնացնել։ Հուլիսի 25-ի առավոտյան Մադրիդի շրջակա տարածքներից եւ Ավիլա նահանգից տարհանվել է 60,000-ից ավելի մարդ։ Ավելի վաղ մայրաքաղաքում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Մարման աշխատանքներին ներգրավվել են նաեւ զինվորականներ։ Ֆրանսիայում բարդ իրավիճակ է հատկապես երկրի հարավարևմուտքում Բորդոյի արվարձաններում։ Փարիզն օգնություն է խնդրել ԵՄ մյուս երկրներից հրդեհների դեմ պայքարելու համար։ Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են շոգ եղանակը եւ քամիները։ Դիանա Գասպարյան, լուրեր։